Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Ինչպես ասաց Տիկին Տոնյանը, այսօր ամբողջացեցինք մեր նախընտրական ծրագիրը, որի իր մեջ ներառում է 10 առաջարկներ, եւ մենք քաղաքական ուժերը առաջիկա մասնակցելու ենք խորհրդանական ընտրություններին եւ մեր հասարակությունը պետք է իր գնահատականը տա, թե որ քաղաքական ուժի առաջարկը գաղափարները արժանահավատ են եւ իրատեսական են եւ մեր երկիրը դուրս կբերեն այս ծանր վիճակից, իսկ որ Հայաստանի իրավիճակը չափազանց բարդ է, դա փաստ է։ Բարդ լինելը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներով, Հայաստանը ունի ներքին լրջագույն խնդիրներ, բախվում է արտաքին կոշտ մարտահրավերների հետ, բայց սա հիասթափության պատճառ չէ, մենք չենք կարող նստել ձեռքերս ծալած, եւ սա հենց այն իրավիճակն է, որին ուզում են հասնել մեր հակառակորդները։ Սա անելանելի վիճակ չի մեր իրավիճակը, փակուղի չի, եւ փակուղին վատ որոշումների արդյունք է եւ ոչ թե ճակատագիր։ Մենք վստահ ենք, որ Հայաստանը ունի բոլոր նախադրյալները զարգանալ եւ մեր խնդիրը ոչ թե փոքր երկիր լինելն է, ոչ թե սակավաթիվ բնակչություն ունենալն է, այլ կառավարման եւ կառավարության խնդիրն է եւ եթե մեր երկիրը ճիշտ կազմակերպվի, ունենա միասնություն եւ արդյունավետ պետական համակարգ, ապա մեր տաղանդաշատ ստեղծարար եւ կարծված ժողովրդի հետ միասին մենք շատ կարճ ժամանակում կապահովենք մեր երկրի վերելքը։ Այս ամենը հնարավոր է, բայց կա մի առանցքային գործոն՝ անվտանգությունը։ Եվ անվտանգությունը առանց անվտանգության չի լինի ոչ տնտեսություն, ոչ զարգացում, ոչ ներդրումներ։ Հետևաբար արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը այն ողնաշարն է, որը ապահովում է մեր երկրի կենսունակությունը եւ զարգացումը եւ այդ բաժինը ես իմ գործընկերների հետ ներկայացրել եմ, ամբողջացրել եմ եւ շուտով կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Շնորհակալություն։